Ինչ է կարելի վարձակալել 5000 դրամով։ Բնակարան Երևանում, թեկուզ մարզերում բնականաբար ոչ։ Մեքենան նույնպես չի հաջողվի այդ գումարով ձեռք բերել։ Փոխարենը կարող եք վարձակալել էլեկտրական ինքնագլոր։ Գալ Երևանի կենտրոնական այգիներից մեկը եւ այստեղ մեկ ամսով վարձակալել 100-ից 500 քառակուսի մետր հողամաս։ Բայց ինչ է իրականում թաքնված Երևանի եւ մարզերի այգիների վարձակալության ու կառուցապատման պատմության ետևում։ Տասնամյակներ շարունակ Երևանի եւ մարզերի զբոսայգիների հողակտորները չնչին գումարների դիմաց հանձնվել են իշխանությունների հետ փոխկապակցված անձանց։ Դրանք տրամադրվել են ոչ միայն չնչին վարձավճարներով, այլև այնպիսի արտոնյալ պայմաններով, որ հետագա սերունդները գրեթե զրկված լինեն այդ պայմանագրերը վերանայելու կամ չեղարկելու իրավական հնարավորությունից։ Այն դիմացը հենց հետ տունն է ու վրան անգամ բան կա գրած ցուցանակ, որ ես կառուցեցի այս տունս ի բարօրություն ընտանիքիս, բան ինչ-որ շատ արգիշտի մոտիվներով ոգեշնչված բան է։ Անցյալ տարի Էդգարն ու Մանեն Վարդավառի այգի եկան ոչ թե հանգստանալու, այլ ուսումնասիրություն անելու նպատակով։ Ստանալով Երևանի քաղաքապետարանի տվյալները, երիտասարդները սկսեցին բացահայտել այգու ստվերային կողմը։ Լիոնի այգու կամ ինչպես հանրությունն է ճանաչում Վարդավառի այգու կառուցապատման իրավունքը կավարտվի միայն հաջորդ դարում։ 18 հեկտար տարածքը մինչև 2108 թվականը հանձնվել է Բիդեք ընկերությանը։ Տարեկան վճարը 6 միլիոն դրամից մի փոքր ավելի է։ Ստացվում է, որ ամբողջ տարածքի համար ընկերությունն ամսական վճարում է շուրջ 520,000 դրամ։ Զարմանալուն էր, որ ժողովուրդը լավ էր վերաբերվում դրան, իմանալով պատմությունը, ճանաչելով այդ մարդկանց, ну, как минимум գիտեին, որ այս իրանց տունն է, սեփականությունը, ժամանակին ինչ ա եղել այս տարածքում ու իրանց խոսալուց պարզ էր դառնում, որ նենց են վերաբերվում, որ այս տարածքն էլ է իրանցը։ Վերջի տարիներին զրուցարաններ են ավելացրել, ինչ-որ ֆուտբոլի դաշտ են ավելացրել, շատ մինիմալ պայմաններով, շատ մինիմալ փոփոխություններ ա, բայց ասում են, հա դե լավ ա, կանաչ ա, ոնց որ քանի որ մեր ժողովուրդն էլ սովոր ա, որ մինչև այս վիճակը շատ ավելի վատ ա եղել ու համեմատությունը միշտ տանում է այդ շատ ավելի վատին, այլ ոչ թե նայում ա նրան, թե ինչքան լավ կլիներ, եթե սենց չլիներ, էլի։ Բիդեքը 75%-ով պատկանում է Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն Դավիթ Սեդրակյանին։ Ընկերությունը ստեղծվել է 2009-ի մայիսին եւ ընդամենը 1 ամիս անց Էրեբունի համայնքը հենց Մհեր Սեդրակյանի գլխավորությամբ նրա հետ կնքել է այս պայմանագիրը։ Բացի այդ, այս ընտանիքը ըստ քրեական վարույթի այգու տարածքում սեփականաշնորհել է մեծ տարածքներ, չնչին գներով կամ անվճար։ Հիմա էլ գործը քննվում է։ Երևում է, որ դա ուղղակի ֆիկտիվ, տենց ինչ-որ մինիմալ պայմանագիր ա եղել, որ ցույց տան, որ տեսեք մեր մոտ ամեն ինչ օրենքով ա, պայմանագիր կա, վարձավճար կա եւ այլն։ Սրանից առաջ անգլիականն էին գնացել, դա էլ էր ցածր արժեքով, բայց մի քիչ ավելի թանկ, մի 10-20 դրամի համեմատություն, ոնց որ տարբերություն կար այդտեղ, բայց այս ամենաէժանն էր։ Երիտասարդներն ուսումնասիրել են նաև մանկական երկաթուղու եւ անգլիական այգու պայմանագրերը։ Բոլոր փաստաթղթերն ունեն մեկ ընդհանուր գիծ։ Վարձակալի պարտավորությունները ձևակերպված են հնարավորինս անորոշ։ Պայմանագրի մեջ ուղղակի գրված էր տարածքը հանձնվել է բարեկարգ եւ պարտավորվում է ոնց որ վարձակալը բարեկարգ պահել եւ խնամել տարածքը հենց այդպիսի բառերով։ Այսինքն չկար ինչ որ չափորոշիչ այդ բարեկարգը, չգիտեմ, 100 հատ ծառնա, չգիտեմ 1000 քառակուսի մետր կանաչ տարածքն է, 10 հատ նիստ, ինչ է այդ բարեկարգը, հա։ Ու այդ երբ որ նշած չի, այսինքն վարձակալը կարա շատ մինիմալ աշխատանք անի, ինչը որ հիմա անում է, ասի դե բարեկարգ է տարածքը։ Այս պատմության մեջ իր բացասական դերն ունի նաև քաղաքապետարանը։ Բոլոր դեպքերում տեղեկատվությունը չէր տրամադրվում կամ փոխանցվում էր կիսատ։ Առաջին հարցմանը հաջորդում էր երկրորդը, ապա երրորդը եւ այսպես շարունակ։ Դե հարցում էինք ուղղակի, որ պայմանագիրը իրանցից պետք է ստանայինք։ Սկզբից ասեցին, որ անձնական տվյալ է պարունակում պայմանագիրը, դրա համար չեն կարա մեզ ուղարկեն։
Հետո որոշեցինք իրանց էլի հարցում ուղարկել, ասել դե անձնական տվյալ պարունակող մասը փակեք, մեզ տենց փակած ուղարկեք։ Ուղարկեցին, բայց ուրիշ բան էին փակել, վարձավճարի մասն էին փակել, վարձակալի անունը, ազգանունը, ՍՊ-ի անունը բաց էր մնացել, այդ անձնական տվյալ հանդիսացող տվյալները բաց էին։ Անգլիականում ու մանկականում էլի մանկական երկաթուղիում նույն պատասխանն են մեզ տվել, այսինքն էլի մենք չենք ունեցել վարձավճարը ու վարձակալի տվյալները ու դա հիմնավորել եմ որպես անձնական տվյալ։ 1991 թվական Հայաստանի անկախացումն իր հետ բացեց մասնավորեցման ախորժակը, այգիներն ու անտառները ևս զերծ չմնացին։ Մայրաքաղաքում եւ մարզերում գործել է հանրային տարածքների վարձակալման 3 հիմնական սխեմա։ Առաջինը վարձակալումն էր։ Իշխանության հետ փոխկապակցված անձանց ընտանիքներին պատկանող ընկերություններն արտոնյալ պայմաններով ստացել են վարձակալության իրավունքներ։ Երկրորդ սխեման կառուցապատումներն են։ Երրորդ սխեման հանրային տարածքների զավթումն էր, որը դրսևորվել է ինչպես այգիներում, այնպես էլ անտառային հատվածներում։ Ուշագրավ է Նորքի անտառների սխեման։ 2000-ից 2004 թվականներին հայտնված վարձակալների հետ կնքվել են տասնամյա պայմանագրեր։ 2004-ին կառավարության որոշմամբ անտառային նշանակության հողերից առանձնացվել են 46 հեկտար եւ ընդգրկվել բնակավայրերի հողերի դասակարգման մեջ։ 2005-ի ընթացքում քաղաքապետարանն ընդունել է 38-ից ավելի որոշում վարձակալներին գնման նախապատվության իրավունք վերապահելու եւ հողամասերը վաճառելու վերաբերյալ։ Այս սխեման բացահայտողներից մեկն էլ Civilnet-ն է, գլխավոր դատախազությունը նաև մեր հետաքննության հիման վրա պետությանը արդեն վերականգնել է շուրջ 2.5 միլիարդ դրամի 75,000 քառակուսի մետր հողատարածքներ Նորքի անտառներում։ Այսքանով, սակայն, Երևանի եւ Հանրապետության այգիների տարածքների զավթման խնդիրը չի ավարտվում։ Սա եղել է, ստեղ ինչ-որ շինություն, հիմա բայց ավելի ընդլայնվել է այս շինությունը, ավելի մեծացել է։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ Կիրովի մանկական այգին է։ Ավականուն ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը ցույց է տալիս այգու տարածքում վերջին տարիներին կառուցված նոր քարե շենքերը։ Տարածքը դեռ 2002-ից վարձակալում է Սատուրն Ա ընկերությունը, որը պատկանում է քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի ընտանիքին։ Ու մինչ նա պաշտոնավարում էր վարչապետի աշխատակազմում, քաղաքապետարանի աչքի առաջ նրա ընտանիքին վարձակալությամբ տրված այս այգում կառուցապատումը շարունակվում էր։ Այգին մերն է, այգին մերն է, այգին մերն է։ Այս պատկերը կտրուկ հակասության մեջ է Երևանի ոչ վաղ անցյալի հետ։ Քաղաքն ու դրա ակտիվիստները, որոնք ժամանակին ոտքի են կանգնել Մաշտոցի պուրակի մի քանի տաղավարների կառուցման դեմ, հիմա կարծես անտարբեր հետևում են հանրային տարածքների քարե զավթմանը։ Այնտեղ, որտեղ տարիներ առաջ քաղաքացիական ըմբոստության հզոր ալիք էր, այսօր միայն լռություն է ու բետոն է նոր իրականություն։ Ամբողջ այգին վարձակալության տրված է։ Սխալ մոտեցում, այսինքն մենք պետք է լուծենք այդ հարցերը։ Այգիները պետք է էլ ավելի լավ կառավարվեն եւ մենք ունենք այդ ռեսուրսը, մեր համայնքը ունի այդ ռեսուրսը։ Սխալ մոտեցումը, սակայն, միայն սկզբունքային հարց չէ, այն ունի նաև շատ կոնկրետ ֆինանսական շահեր եւ հետևանքներ։ Մյուս խնդիրը վարձակալությունից կուտակված պարտքերն են։ Երևանի այգիներում գործում է վարձակալության մոտ 180 պայմանագիր, իսկ կուտակված ընդհանուր պարտքն այսօր հասնում է շուրջ 1.5 միլիարդ դրամի։ Իդեպ, որով այդ պարտքերի կուտակումը հնարավորություն է տալիս լուծել այս կամ այն պայմանագիր եւ որոշ գործատուների դեպքում այն չի լուծվում, զարմանալի է ինչու։ Ըստ քաղաքապետարանի տվյալների 1.5 միլիարդ դրամ պարտքի առույցի բաժինն ընկած է ընդամենը 8 ընկերության ուսերին։ Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը պարզաբանում է, որ սա 2021 թվականին հողատարածքների կադաստրային արժեքի շուրջ 5.5 անգամ բարձրացման հետևանքն է, ինչից հետո փոխվել են վարձավճարների դրույքաչափերը։
ամենայն հավանականությամբ այդ վարձակալները որևէ ինչ-որ խնդիր են ունեցել, կամ չափի հետ համամիտ չեն եղել բարձրացած, կամ որևէ ինչ-որ, չգիտեմ, խնդիր ա եղել, որի պատճառով համաձայնագիրը հնարավոր չի եղել վերակնքել, որի արդյունքում իրանք այսպես ասած 5.5 անգամ առնվազն 5.5 անգամ բարձրացված կադաստրային արժեքով, բայց 5% դրույքով է հաշվարկվել, որի արդյունքում այդ, ասենց ասեմ, այդ 1.5 միլիարդից մոտ 900 միլիոնը 8-9 վարձակալի պարտավորություն է։ Դավիթ Հակոբյանը դժվարացավ նշել, թե որոնք են այդ ընկերությունները։ Նրա խոսքով այդ բոլոր վարձակալները կենտրոն վարչական շրջանում են։ Հակոբյանը փոխանցում է. այնտեղ, որտեղ պայմանագրերը թույլ են տվել, իշխանություններն արդեն վերանայել են վճարները։ Եթե չեմ սխալվում, մոտ 160 պայմանագիր կենտրոն վարչական շրջանի ուսումնասիրել էինք, 160-ից արդեն 101-ը ծանուցված եւ կադաստրային արժեքը փոփոխված էին, 17-ը նման դրույթ չէին պարունակում, 39 պլյուս 2 մոտ 40 պայմանագրերն էլ դրանք կամ խնդրահարույց պայմանագրերն էին, որ որևէ ինչ-որ խնդիր կա, կամ որ ծանուցվել են, բայց ծանուցումը յետադարձով, այսպես ասած, չի ստացել։ 2025-ի տարեվերջյան ասուլիսին քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց. պատրաստ են ամբարեխիղճ վարձակալներին սնանկացման տանել։ Ըստ քաղաքապետի, այգիների կառավարման հարցում հին մեթոդներն այլևս տեղ չունեն։ Այգիները նախկին տրամաբանությամբ կներեք այս արտահայտության համար, բայց այտենց վետերոգի մակարդակով վարձակալները չեն կարող պահել։ Սակայն այնինչ քաղաքապետարանը որակում է որպես ներդրումային մոտեցում, ընդդիմության համար շարունակում է մնալ նույն խնդրահարույց շղթան։ Ավականու ընդդիմադիր խմբակցության ղեկավարի համոզմամբ քաղաքային իշխանությունը շարունակում է առաջնորդվել բիզնեսի շահով, երկրորդ պլան մղելով հանրային տարածքների բուն նշանակությունը։ Անպայման չի, եթե դու այգի ես ուզում վերանորոգես կամ համայնքին լավություն ես, մեջը լինի ինչ-որ բիզնես շահ։ Ես ստեղ եմ ապրում էլի, ես տեսել եմ, թե ինչ էր ստեղ կատարվում։ 2024-ի հոկտեմբերին Երևանում վերաբացվեց Մերգելյանի այգին։ Սա դարձավ քաղաքային իշխանության եւ մասնավորի համագործակցության հերթական օրինակ։ Դեռ 1 տարի առաջ կառավարության որոշման առանց մրցույթի Sloan Food ընկերությանը 30 տարով տրամադրվել էր այգու 5000 քառակուսի մետր տարածքից 220-ը։ Փոխարենը ընկերությունը ստանձնել էր անմխիթար վիճակում գտնվող այգու վերականգնումը, որտեղ շուտով կունենա իր սրճարանը կամ այլ բիզնես օբյեկտ։ Սակայն կառուցապատման այս իրավունքը, որը թույլ է տալիս այգիներում շինություններ հիմնել, տարիներ շարունակ դարձել է հանրային տարածքների բետոնապատման հիմնական գործիքը։ Դրա օրինակներից մեկն էլ Օղակաձևը զբոսայգու 5-րդ գոտում է։ 2016-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք այստեղ բացվեց գործարար Գագիկ Ծառուկյանի մուլտի ուելնես կենտրոնը։ 12000 քառակուսի մետր հողատարածքի վրա վեր հառնած այս համալիրը փաստացի կուլ տվեց այգին։ Հողամասի տարածքը գրեթե ամբողջությամբ շինության է վերածվել։ Էդգարի ու Մանեի համար հանրային տարածքների պահպանությունը սկսվում է քաղաքացիական հետևողականությունից։ Նրանք վստահ են, եթե մարդիկ տեր չկանգնեն իրենց այգիներին, դրանք կշարունակեն մասնատվել ու օտարվել։ Օրինակ ես քաղաքականության պետական կառավարման բաժնի ուսանող եմ ու այս ոլորտը շատ փոխկապակցված է իմ ուսման հետ ու ընդհանրապես տեղյակ չէի, որ sense պայմանագրեր կարան լինեն, ընդհանրապես տեղյակ չէի քաղաքապետարանը իր գնումները ոնց է իրականացնում կամ վարձավճարները ոնց է իրականացնում, տույժերը ոնց են լինում, պետք է լինեն թե չէ, ինչ վճարներով պետք է լինի, օրինակ այդ որ կադաստրային արժեքի 5-ից 10%-ը պետք է լիներ, դա էլ չգիտեինք, ստեղ իմացանք, որ вообще դրանից շատ հեռու թվեր են լինում։ Շատ նոր բան իմացանք ու ինձ թվում է շատ լավ փորձառություն էր որպես երիտասարդ։ Սա շատ կարևոր մի բան է, որ ցույց տալ, որ չէ ոչ մեկ այս երկրում չի կարա ինչ ուզի անի, որովհետև կան քաղաքացիներ, որ կասեն, չէ, գիտես, չես կարա տենց անես, որովհետև դա քոնը չի, դա մեջն է։ Հանրային սեփականության մասնատման աշխարհագրությունը սակայն միայն մայրաքաղաքով չի սահմանափակվում։ Դրա օրինակներից մեկը Հայաստանի հյուսիսում է։ Իջևանի քաղաքային զբոսայգին 2011-ից 18 թվականներին մաս է արվել։ Այգին բաժանվել է շուրջ 20 կտորների եւ կառուցապատման իրավունքով տրամադրվել տարբեր անձանց, այդ թվում նախկին համայնքապետի մտերիմներին։ Միայն 8 տարի անց է հնարավոր եղել այգու հողակտորները մեկ առ մեկ վերադարձնել համայնքին։ Այգին փրկվեց մի կարևոր իրավական նրբության շնորհիվ։ Վարձակալները չէին շտապել։
Ըստ օրենքի կառուցապատման իրավունքով տրված հողը պետք է կառուցապատվի 3 տարվա ընթացքում, այլապես տրված արտոնությունը կարող է չեղարկվել։ Հենց այս անգործությունն էլ հիմք դարձավ դատախազության համար։ Ներկայացվեց 17 հայցադիմում, պահանջելով դադարեցնել մասնավորի իրավունքները հանրային հողի նկատմամբ։ Նշված 17 հայցադիմումներից 14-ը բավարարվել են, 14-ից 10-ը արդեն վճիռները ստացել են օրինական ուժ եւ հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցվել է, այսինքն գրանցվել է նրանց իրավունքի դադարեցումը, դա շուրջ 4500 քառակուսի մետր հողամասի մասին է, մնացած հողամասերի վերաբերյալ քաղաքացիական դատավարությունը դեռևս շարունակվում է հակակոռուպցիոն դատարանում։ Վերադարձված հողատարածքների շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 30-ից 35 միլիոն դրամ։ Օրենքը հետագայում եւս չի արգելելու այգու տարածքների տրամադրումը կառուցապատման նպատակով, սակայն այստեղ առանցքային է հանրային վերահսկողությունը, որ այգին նորից չմասնատվի։ Կառուցապատման իրավունքով տրամադրվող հողը հստակ նպատակով է տրամադրվում, այսինքն կառուցապատման նպատակը հստակ է։ Ի սկզբանե որ հողամասը տրամադրվում է, նշվում է ինչ նպատակով, այսինքն ինչ բնույթի շինություն, ինչ բնույթի աշխատանք պետք է իրականացվի այդ այգում։ Դրանից շեղումը արդեն կդիտվի կառուցապատման պայմանների, կառուցապատման իրավունքի պայմանների խախտում, որը եւս կարող է հիմք հանդիսանալ նշված անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու համար։ Եթե Իջևանի օրինակում դատախազությունը վերադարձնում է տարիներով անգործության մատնված հողատարածքները, Դիլիջանում պատկերն այլ է։ Այստեղ համայնքապետարանը դատական գործընթաց է սկսել մի ներդրողի դեմ, որն արդեն իսկ իրականացրել է 4 միլիոն դոլարի ներդրում եւ բարեկարգել քաղաքային այգին։ Զբոսայգին բարեկարգել է գործարար Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը։ Դիլիջանի համայնքապետարանը դատանում ցանկանում է լուծել մինչև 2030-ը կնքված պայմանագիրը։ Պատճառաբանում են, թե պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտումներ են եղել։ Երևանի եւ մարզերի զբոսայգիների պատմությունը հանրային դիմադրության պայքարի կամ դրա ձախողման մասին է։ Իշխանությունները փոխվում են, իսկ այգիները շարունակում են յուրացված մնալ ոչ թե հանրության, այլ ճարպիկների կողմից։